պետության ղեկի մարդը մի պետություն, որը ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ ևս պետք է փսիխոյի թուղթ անեն։ Եվ մենք անպայման մտցնելու ենք նաև մեր ծրագրի մեջ, որ վարչապետի տեխնացում պարտավոր է փսիխոյի թուղթ անել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք։ Այսօր նույնիսկ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթության պահանջ կա, չկա։ Չկա այդպիսի պահանջ։ Լրիվ ընդունում եմ, նույնիսկ իմ կարծիքը այնպիսին է, որ IQ-ի տեստ պիտի հասնի մարդը։ IQ-ի տեստ պիտի հասնի։ Գոնե կրթական ցենզը այո համարում են, որ պետք է լինի։ Հիմա չկա սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ես ամենայնիվս պնդելու եմ, որ որոշակի այսպես կրթական ցենզ այո պետք է լինի։ Ինքը ի դեպ կրթություն չունի, բարձրագույն կրթություն ինքը չի ստացել։ Հետո ինչ որ ձևի, չգիտեմ, վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել։ Թե ինչ ճանապարհով, չգիտեմ, շատ իմ կարծիքով կասկածելի ճանապարհով։ Հարցադրումը ճիշտ է։ Բայց ստե նաև պետք է ժողովրդի հետ աշխատել, որ մարդիկ էլ հասկանան, որ այսպես ասենք ժողովրդական ֆիլտր էլ լինի, որ մարդիկ հասկանան, որ կրթություն ունեցող, գիտելիք ունեցող մարդն է կարող երկիրը առաջ տանել։ Ոչ միայն օրենսդրական, այսպես ասենք, վերջը նույն ժողովուրդը ընտրել է մի մարդու, որը կրթություն չուներ բարձրագույն, որը հեռացված էր համալսարանից։